Տիգրան ջան, քանի օր եք արդեն գտնվում կալանավայրում, նաև Գևորգի մասին կարող եք ասել ձեր եղբոր մասին, ինչ տեղեկություն ունեք վիճակը, ինչպես է, ինչպես չէ եւ նրան բաց թողնելու հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկում։ Ամսու 29-ից, հոկտեմբերի 29-ից ենք մենք երկու աղբերով կալանավորվել, հենց ամսու 29-ից 9 օր անց, այսպես ասած զարգացումներից։ Լավ է, Գևորգի վիճակը լավ է, բայց որ ստեղ անարդար է ամեն ինչը, զուտ քաղաքական դերտումներով է ամեն ինչ էս կան մարդ ստեղ կալանավորված, դա ակնհայտ է, դա փաստ է։ Ասենք այն իրավաբանություն ստեղ որպես այդպեսին գոյություն չունի։ Դե մենք այն նոր այն բանը այսօր է որոշումը, դա ժամը 10:20 է, բաղաց 9:30 նոր դուրս ենք եկել ԿԿ-ից։ Դուք հրաժարվեցիք մանդատից, որն էր այդ պատճառը։ Ես հրաժարվել եմ մանդատից ու պատճառը ինչն էր։ Տեսեք, ամսու 11-ին մենք ունենք ավագանու նիստ, որ ասում եմ քաղաքականը հիմնավորեն դա եւս։ Բանը ուզում են ամեն կերպ բռավալ տան, ծախողեն, արեստական ուզում են ճգնաժամ ստեղծեն ԿՊ-ները։ Այս պատճառով է, այսպես ասած, ուզում են սրանք քվորում չեղնի, մանդատից ավագանիներին կալանավորեն եւ կալանավորումն է ստերոիդին հենց այդ էր կապված, որովհետեւ մենք չկարողանայինք այնտեղ ավագանու թիվը պակասեր, քվորում չներ, այսպես տաբալվեր ամեն ինչը։ Ես ասում եմ, ԿՊ-ի այդ ցկտումը իրանց փորը կմնա։ Այնօր մի դադեք, որ չդադվեք, այստեղ է գործում։ Այդ է քաղաքական առումներով այնօր այսքան մարդ ու ամբողջ Հայաստանում կալանավորված ինչքան մարդ կա, դա մի օր չէ, որ չէ, երեք օր չէ, իր հետևանքները կունենա, այսպես է ռեպրեսիաներով երգից չեն պահում։ Այս իշխանությունը իր ղեկավարով թող հասկանա, որ ռեպրեսիաներով երգից պահելը դա զուտ ժամանակի հարց է։ Ազատություն բոլոր քաղբանդարգյալներին, բոլոր արտարներին ազատություն։ Շնորհակալություն։